Կամաց լարվում են բոլորի նյարդերը։ Ջղայնանում են մասնակիցները։ Ով է լինելու այդ մասնակիցը, որ մնալու է բեմի վրա։ Ովքեր են հեռանալու հիմա, ուրախ։ Ովքեր են արդեն լացում, ուզում եմ իմանամ։ Չկան դեռ տենց մարդիկ։ Սկսվում, հա։ Եվ այսպես։ Հաջորդ մասնակիցը, որը ուրախ այժմ կհեռանա բեմից, Վրեժ! Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց։ Եվ այսպես։ Չեմ սիրում այս պահերը, բայց ամեն դեպքում պետք է։ Սա ոնց որ ավելի շատ օգնում է, էլի, որ հետագայում ավելի լավ պատրաստվեն մասնակիցները։ Եվ հաջորդ մասնակիցը ով կհեռանա, բեմից բայց ուրախ, ժպիտը դեմքին։ Կարող է արտասվի, կարող է ոչ։ Վատ չէր երգում ինքն էլ, կամ նրանք էլ, կամ ինքը։ Մի քանի երկու անուն ունեցող Արտուր Ալեկոզբեկյան։ Քանի գնում ծանրանում է, ես ճիշտ եմ։ Դե ինչ, բան չմնաց։ Ով է դուրս մնալու նախագծից։ Եվ այսպես, մեր հաջորդ մասնակիցը, որը կհեռանա բեմից ուրախ, տեսա։ Արմինե Քոչարյան։ Ոնց որ ասում են մնացինք մենք մերոնցով։ Եվ այսպես։ Ների ջան, բան է եղել։ Հետարքիր է, կա մի մարդ, որ դժգոհ է իր ելույթից։ Չկա տենց մարդ։ Բայց հեռուստադիտողը դժգոհ է եղել։ Ու ինչ որ մեկից էլ գոհ, ու նա պետք է հիմա գոհ եւ շնորհակալ գնա բեմից։ Նելի! Ղազարյան! Եվ այսպես։ Կարճ հապավումով PS։ Եվ այսպես ժողովուրդ։ Այժմ ինչ-որ մասնակից պետք է լքի և երկու մասնակից պետք է մնան։ Որից հետո մենք իմանանք, թե այդ երկու մասնակիցներից ով է հեռանալու։ Իսկ ով լքելու նախագիծը։ Ես հեսա գնամ մի հատ հաց ուտեմ գամ։
ասեմ։ Նելի Խոսրովյան։ Հետաքրքիր ռեակցիա տվեց Նելին։ Չհասկացա, որ ինչ կատարվեց։ Եվ այսպես Վահե եւ Գիգաբիտ։ Ես գամ ձեր մոտ։ Դե ինչ սիրելի հեռուստադիտող, հանդիսատես եւ հարգարժան ժյուրի։ Ահա մեկ խումբ եւ մեկ մասնակից, ովքեր ամենաքիչ SMS-ներն են ստացել հեռուստադիտողների կողմից եւ հայտնվեցին ամենածանր գոտում։ Այս պահին ժյուրին պետք է որոշի, թե նրանցից ով է մնալու նախագծում, իսկ ով ոչ։ Բայց մինչ որոշելը ամեն ինչ պետք է սկսվի նորից։ Դուք պետք է կատարեք մեկական երգ, որից հետո ժյուրին կկայացնի իր որոշումը։ Պատրաստ եք։ Պատրաստ եք։ Դե ուրեմն գնացինք։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտող, այժմ ելույթ կունենա Գիգաբիտ խումբը, որը հայտնվել էր վտանգավոր գոտում։ Գնացինք ջեմ ծափարություններով, Գիգաբիտ։ Память уже не жалит, мысли не бьют по рукам. Я тебя провожаю к другим берегам. Ты перелетная птица, счастье ищешь в пути. Приходишь, чтобы проститься и снова уйти, снова уйти. Летний дождь, начался сегодня рано. Летний дождь, моей души омоет рану. Мы погрустим с ним вдвоем у слепого окна. Летний дождь, шепчет мне легко и просто, что придешь, ты придешь, но будет поздно. Несвоевременность, вечная драма, где есть он и она. Ты перестанешь мне сниться скоро совсем, а потом новой мечтой озарится остывший наш дом. Что от любви не ищу, ты с годами поймешь. Ну а сейчас ты уходишь и тебя не вернешь. Летний дождь, начался сегодня рано. Летний дождь, моей души омоет рану. Мы погрустим с ним вдвоем у слепого окна. Летний дождь, шепчет мне легко и просто, что придешь, ты придешь, но будет поздно. Несвоевременность, вечная драма, где есть он и она. I won't
Գագապիտ։ Спасибо. Իսկ այժմ դիմավորեք մեր երկրորդ մասնակցին, ով նույնպես հայտնվեց վտանգավոր գոտում։ Վայ Ալեքսանյան։ Ladies and gentlemen, it's my pleasure to sing for you. Yeah. Are you ready? Okay, let's go. On that sunny day, didn't know it me. Such a beautiful girl walking down the street. See no bright, bright eyes with tears coming down. She deserves a crown. Where is it now, Mama? Listen, Senorita, I feel for you. You really think that you don't have to. He doesn't love you, I can tell by his charm. But you can feel this real love. But you can feel this real love. Well, I know in my life, no, don't you slow it down.